եմ ես նկարում։ Նելեսյան դնելու մասին դուք ինքներդ պատրաստ եք գնալ այդքան եւ իմաստ տեսնում եք դրա մեջ թե չէ։ Գիտեք ինչ, ես քանի որ ինքս պատգամավոր եմ, ես ցանկացած առաջարկ քննարկել եմ համարում, հենց հիմա Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացի ամենակարևոր իմաստն է, որ պետք է մտքեր հնչեն, առաջարկներ հնչեն, քննարկումներ լինեն եւ բնականաբար ես այդ համատեքստում եմ դիտարկում խնդիրը։ Պարոն Փաշինյան, ձեր ստվերային կառավարություն ստեղծելու առաջարկին ընթացք չտրվեց։ Դուք հիմա պնդում եք, որ դրա անհրաժեշտությունը կա, թե չէ։ Գիտեք, ես այնպես չեմ կարծում, ձեր գնահատականը չեմ կիսում, կարծում եմ, որ առաջիկայում այդ խնդրի հետ կապված ինչ-որ մտքեր կան, չէ, գուցե հնարավոր ինչ-որ, ես դա մերժված չեմ համարում։ Իսկ այսօր չեք ասի, եթե հրապարակային է, ինչ է քննարկում պարոն։ Ընթացիկ հարցեր Ռաֆ Հովհաննիսյանի ինքնազգացողության մասին է հարցնում։ Առաջիկա հանրահավաքի հետ կապված հարցեր, ինչ-որ մի քանի ծրագրեր կային, գաղափարներ կային, այդ գաղափարներն էին։ Իսկ այսօր առավոտյան եք հացադուլին դուք ինքն։ Գիտեք ինչ, հացադուլը արդեն հայտարարված է եւ կոռեկտ չեմ համարում այդ կապակցությամբ որևէ մեկ։ Ինչ արդյունք կտա։ Եվ Արա Մանուկյանի առավոտվա այցից տեղյակ եք մասնավորապես թե ինչ է խոսվել։ Տեղյակ եմ մանրամասներին տեղյակ չեմ։ Եվ պարոն Փաշինյան, Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ իշխանությունում ցայտնոտ է եւ հայտնեց, որ Սերժ Սարգսյանը չի լսի իր թիմակիցներին, ովքեր ըստեյության ասում են, որ ամեն ինչ նորմալ է, հանգիստ է։ Ձեր կարծիքով իշխանությունները ինչ զիջումների կգնան, ինչ քայլերի կգնան, ինչ կանեն իշխանությունները, ապրիլի 9-ին ինչի ականատեսը կլինեն, երթունակալության առողջություն կլինի, ինչի լինի եւ ձեր մոտակա տպավորություն, որ իշխանությունները պատրաստ են միայն որ ապրիլի 9-ին երթունակալության առողջություն կլինի։ Եվ ինչ կլինի դրանից հետո, ըստ ձեզ։ Ումը եւ որ կտեսնենք։ Գիտենք որ կլինի, բայց ումը ապրիլի 9-ին կտեսնենք։ Ինչպեսի զարգացումներ եք դուք տեսնում, պարոն Փաշինյան։